Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է, որ անց է կացում արտակարգ դրության պայմաններում, արտակարգ բնության մեջ, արտակարգ իրավիճակներում եւ արտակարգ ուժի տեր մի մարդու հետ։ Մեր այսօրվա հյուրն է մի շատ հայտնի գերդաստանի ներկայացուցիչ Արմեն Ադոնցը։ Արմեն Ադոնցը ներկայացնում է, որ ինքը ակրոբատ է, տիրապետում է եզակի ուժի եւ այդ եզակի ուժի շնորհիվ ինքը հայտնվել է հայկական Գինեսի գրքում կամ նույն թե դյուցազնագրքում։ Համ դյուցազնագրքում ունեմ 4 ռեկորդ, համ միջազգային Գինեսի միջազգայինում ունեմ 1 ռեկորդ։ 4 ռեկորդը, առաջի ռեկորդը հայ դյուցազնագրքում, որ գլխի վրա 1 մետրանոց արմատուրեն ճկելով 16 հատ, իսկ Գինեսում արդեն 18 հատ 57 վայրկյանում։ Մյուս ռեկորդը կոկորդով այս հատվածով, այդ հատվածով եմ 2 մետրանոց արմատուրեն ճկել 7 հատ 1 րոպեում, մյուս ռեկորդը այդ նույն կոկորդի հատվածով X-Trail մեքենան եմ հրել 20 քանի մետր հետ, իսկ մյուս ռեկորդը, որ ես պարկած, հենց այդ նույն X-Trail մեքենան իմ վրայով անցնում է։ Հրաշալի։ Նման դյուցազնական ուժի տեր մենք շատ ենք ունեցել հայ ժողովրդի մեջ, բայց քո ռեկորդները արժանի են, որ աշխարհը քեզ ճանաչի, եւ այսօր մենք աշխարհին կներկայանանք նաեւ քո խոհարական շնորհքով կամ տաղանդով, քանի որ ուժային ակրոբատիկայի դեպքում ուժային վարժությունների համար շատ կարևոր է բալանսավորված սնունդը եւ պետք է օգտագործել ժամանակին օգտագործվող սնունդ, մենք օգտագործենք այն սնունդը, որ հիմա բնությունը մեզ պարգևում է։ Մենք կօգտագործենք այստեղ սպանախ, կօգտագործենք խոզապուխտ, որը իհարկե ժամանակային սահմանափակում չունի, եւ մնացած ընթացքում։ Ի սկզբանե մենք, հարգելի պարոն Ադոնց, 3 մասի բաժանենք մեր սպանախի այս բաժինները։ Հրաշալի։ Այսքանը բավարար է, հիմա տեղափոխում ենք թավայի մեջ։ Խելքի գործը դու արա, ես ուժի գործ եմ արել։ Մեծ սիրով։ Ես սիրում եմ կուխնում պատրաստել, քանի որ շրջագայում ենք։ Ես շրջագայության ժամանակ պատրաստում եմ։ Պետք է ասեմ, որ չնայած ծավալի տեսակետից իհարկե սպանախը մեծ է երևում, բայց ջերմային մշակմանից հետո ինքը իհարկե ծավալը փոքրանում է, դրա համար այսքան մեծ է երևում։ Հրաշալի։ Արմենը պետք է ասեմ, որ եզակի ուժի է տիրապետում եւ մենք մի գտալ ունենք նախորդ հաղորդման ժամանակ մեր հայտնի հայ աճպարար Վարդան Ամիրյանը նա ծռել էր եւ այդպես էլ թողել էր, ասելով որ տեսնենք կլինի մարդ, որ կարող է իմ ծռածը ուղի, մենք հիմա մարտահրավեր ենք նետում Վարդան Ամիրյանը, տեսնենք կարողանաս ծռել։ Կավելացնենք Արմենի հետ եռացած ջուրը։ Ամբողջ մակերեսին կարող ես լցնել ջուրը, հարգելի Արմեն։ Կարծում եմ այսպես չէ։ Այո, դուք ամեն ինչ հրաշալի գիտեք։ Ադոնսները դե խելացի ժողովուրդ են։ Գիտեք անշուշտ, որ ադոնսների ամենահայտնի ներկայացուցիչը, Ադոնց գերդաստանի ամենահայտնի ներկայացուցիչը Նիկողայոս Ադոնցն է, հայ պատմագրության ռահվիրաներից, տիտաններից մեկը, որ նաև Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից է եւ 2 ժամանակաշրջան է ապրել, նախ խորհրդային Հայաստան եւ խորհրդային, կարող ենք տեղադրել 1 րոպե թող ինքը այդպես մնա։ Այստեղ կրակի վրա, այո, 1 րոպե։ Ինքը պարզապես մեզ անհրաժեշտ է, որ ինքը 1 րոպե եռա, ինքը լինի խրխրթան, հետո իրան կմցնենք միանգամից սառը ջրի տակ 2 պատճառով։ Առաջին, որ այդ իր եռացման process-ը կանգնեցնենք, երկրորդ, որպեսզի իր բնորոշ կանաչ գույնը մենք պահպանենք։ Ընդհանրապես 1 րոպե, այդ ընթացքում մենք խոսենք քո նախապապից, հա, Նիկողայոս Ադոնցից եւ ադոնցները Սիսիանի բռնակոտ գյուղից են, չէ՞։ Զանգեզուրի շատ հպարտ եմ, որ ադոնցների տոհմից եմ։ Սիսական գավառի բռնակոտ գյուղից։ Այո, բռնակոտից ենք, ճիշտ է, այնտեղ չեմ ապրեցնել եմ Երևանում ապրում, բայց իմ արմատներով ես ընդեղից եմ, բռնակոտից եմ։ Երակներով հոսում եմ։ Ու շատ հպարտ եմ։
որ ադոնսների տոհմից են եւ բռնակոծից։ Մենք էլ հպարտենք, որ մեր հաղորդման հյուրը քո նման ինտելեկտի, քո նման ուժի եւ քո աղջիկները հուշում են, որ նաեւ կողքից, որ նաեւ քո նման հմայքի տեր մարդ է այսօր մեր հյուրը, որովհետեւ դատելով այն արձագանքներից, որ ունենում է քո ներկայացումները, դրանք բավականին պահանջված են եւ երեխաների եւ կանանց շրջանում, հա։ Շատ շնորհակալ եմ, մերսի, ես շատ ուրախ եմ, որ ձեր Ինչու ոչ տղամարդկանց կարող ես ասել։ Որովհետեւ տղամարդիկ նախանձում են քո ֆիզիկական ուժին եւ իրենք շատերը կցանկանային քո ֆիզիկական ուժը ունենալ։ Հիմա մեկ փոքր էլ մի 15 վայրկյան էլ համբերենք։ Եթե բավարար է։ Հիմա սա մենք մտցնում ենք սառը ջրի տակ, որպեսզի կանգնի եւ իր եփելու process-ը, նաեւ կանաչ գույնը մնա։ Պետք է ասեմ, որ Արմեն լավ տիրապետում ես խոհարարական գաղտնիքներին։ Սիրում եմ խոհանոցը, երբ որ գնում եք շրջագայության, էլի սիրում եմ խոհանոցը։ Կազմակերպում։ Ինչ ես սիրում հատկապես պատրաստել հիմա։ Սունկ։ Սունկ։ Այո։ Ծառասունկ, կախասունկ թե շամպինյոն։ Բոլոր սունկերը։ Հրաշալի։ Եվս մանրացնեմ։ Այո։ Իսկ ինքդ հավաքում ես թե միայն պատրաստում ես։ Այո, հավաքում եմ։ Փայլուն։ Այս Մենք մյուսն անգամ միասին սունկ պատրաստենք։ Ադարս խավենք եւ կհավաքենք ավելի ճիշտ։ Ես մարասնենք։ Հիմա սխտորի այս արտաքին շերտը հանենք։ Սոխը սխտորից քաղցր չէ, չէ։ Բայց հավերով տարբերվում են։ Ահա այս հիմա իրեն մանրացնենք, ինչքան հնարավոր է շատ։ Մենք այն մյուս թավայի մեջ ձեթ ավելացնենք։ Ես տեղադրեմ։ կոկտեմ դες։ Չէ, դու Ծանր է։ Խելքի գործը դու արա, ուժի գործը ես։ Ահա, հրաշալի։ Դա կարող ես էլի մանրա, հա, մանրացրեցիր արդեն։ Այո։ Մի փոքր սպասենք, որպեսզի ինքը տաքանա։ Հրաշք։ Հիմա տեղափոխենք խոզապուխտը, որովհետև ուժային ակրոբատի համար սնունդը պետք է լինի հագեցած վիտամիններով, չէ, հագեցած վիտամիններով, հանքային նյութերով, չէ։ Իհարկե։ Ոչ մի բան չչարաշահել, էլի ամեն ինչ։ Այո, եւ բալանսավորված կամ հավասարակշռված։ Այստեղ մենք մի քանի ճարպեր կօգտագործենք, կենթանական ճարպը, որ խոզապուխտի մեջ է, բուսական յուղերը, բուսական ճարպերի տեսքով հանդես կգան։ Այս վիտամիններով հարուստ սպանախը մենք կօգտագործենք, ինչպես նաև թանձրուկ կպատրաստենք, որի մեջ հետագայում կեռացնենք այս ամենը։ Առաջի անգամ եմ պատրաստում, հույսով եմ հետագան Այո, հրաշալի, քանի որ մեր Արմենը առաջատար է, իսկ հեծանվազքում, գիտես, ովքեր են կրում, առաջատարները ինչ գույնի մարզաշապիկ են կրում, դեղին, ապրես։ Հեծանվազքի մրցումների ժամանակ գիտեք, որ միայն առաջատարն է, որ կրում է դեղին մարզաշապիկը, իսկ խաչիկյանները կրում են ո մարզաշապիկը, հիշում ես ֆիլմից։ Կարմիր գույնի։ Կարմիր, այո, կարմիր։ Красный рубашка պրոֆեսոր Խաչիկյան, դրա համար ես կարմիր եմ, դու դեղին։ Հիմա կարող ենք ավելացնել նաև սխտորը եւ աղը, սխտորը եւ սոխը։ Հրաշալի։ Մեզ անհրաժեշտ է ինքը պարզապես ոսկե գույն դառնա, իսկ արդեն խոզապուխտը երկու կողմից կկարմրացնենք։ Քանի որ մեզ տրամադրվող Հիմալայան աղը որպես կանոն միներալային է եւ դրա մեջ հանքանյութերը շատ են, որը օգտակար է, բայց այսպես աղի զգացողությունը թույլ է, հիմա մենք աղել անենք։ Խնդրեմ քեզ, որպեսզի աղ եւ պղպեղ իր վրա ավելացնես։
վրայից սպիտակ թափանցիկ շերտը հանում ենք։ Ահա, շրջում ենք։ Եվ ինչպես կաղայից հակառակորդի գլուխը եթե ներկայացներ հակառակ ազգը մեզ, այնպես էլ հաղը եւ պղպեղը։ Իմիջած ամենահայտնի ակրոբատներից մեկը, որ հանդես էր գալի եւ կրկեսում եւ հմշամարտի արենայում Իվան Պադուբին էր, չէ՞, որ ուներ այն երևակայելի ուժ։ Հրաշալի։ Հիմա զուգահեռ հետևում ենք, որպեսզի խոզապուխտը կարմրի, հետո նրան կշրջենք, ինչպես նաև կշրջենք սոխը եւ սխտորը։ Այդպես ձեթը շարժի։ Մենք գտնվում ենք բնության գրկում եւ բնական միջավայրում ենք պատրաստում եւ մեր մոտ ոչինչ բեմադրված չի, նկատում եք, որ հենց առաջին փորձից ենք անում, ասեմ ավելին, մենք ինքներս էլ չգիտենք ինչ վերջաբան է ունենում մեր ուտեստները, ասիկը կանխատեսում ենք, ինչպես որ գրողը երբ որ սկսում է գիրքը գրել, ինքը իհարկե իր մտքում ունենում է սցենարը, բայց ինչպես կավարտվի, հերոսները իրեն ուր կտանեն, ինքն էլ հաճախ չի պատկերացնում, այդպես էլ մեր ուտեստները տանում են իրենց հետևից։ Հիմա մի փոքր հետո դա արդեն պատրաստ կլինի։ Կարծում եմ արդեն պատրաստ է։ Մենք հիմա զուգահեռ արդեն թանձրուկը պատրաստենք։ Տեղափոխում ենք կարակ, մոտ 3 ճաշիկ թալ, ահա, ինքը թող իրեն էլ ավել կողքը դնենք, զուգահեռ։ Հիմա մենք կարակը կհալեցնենք, քանի որ ուժային ակրոբատին միշտ պետք են պրոտեիններ, չէ, պրոտեիններով հարուստ սնունդ, իսկ ամենաշատ պրոտեինները պարունակվում են ալյուրի մեջ։ Այո, մենք օգտագործենք հայկական ալյուր, հրաշալի։ Հիմա կավելացնենք 4 ճաշիկ թալ ալյուր, դու զուգահեռ խառնի։ Մի քիչ խավիցի նման է, չէ՞, ստացվում։ Ես էլ կարծեցի, որ ծուր խավից լինի։ Ձեր գերդաստանում նաև խոհարարներ կան, չէ՞։ Այդպես։ Այո, Ես աստիճանաբար ավելացնեմ կաթը։ Հրաշալի։ Եկսով լավ գործ ենք անում։ Ո, ստացվում է։ Փաստորեն ես դու կարան կրկեսում էլ հանդես գանք։ Բնականաբար, ցանկություն է պետք։ Չէ, կներկայացնես համարները, ես էլ կներկայացնեմ չի։ Մենք հիմա տեղափոխում ենք սպանախը այս զանգվածի վրա, մեր սոխարածի վրա։ Հրաշալի։ Դա հետո կխառնենք արանքում, ընթացքում։ Ինձ թված պետք է Մեզ խառնենք։ պետք է որ սպանախը լինի խրխրթան, պահի իրա կանաչ գույնը, որը մենք ստացել ենք իհարկե։ Եվ քանված ջուրը չեմ լցնում։ Չէ, չեմ լցնում։ Հա։ Մի փոքր իրեն այսպես ուղենք, աղ-պղպեղ անենք։ Իրեն։ Մի հայտնի խոհարար կա, մեր հարևան ազգի, որ Նյու Յորքում, Դուբայում եւ մեկ այլ քաղաքում այսպես հայտնի է, թե ինչպես է ինքը աղը լցնում։ Հիմա քո մեթոդը մենք կպահենք որպես Արմեն Ադոնցի մեթոդ։ Մի փոքր սև պղպեղ ավելացրու։ Խառնելուց հետո Այո, այո։ Ինքը այս ուտեստը բավականին արագ պատրաստվող ուտեստ է, ընդամենը մեզ 15 րոպե է անհրաժեշտ եւ 15 րոպեից ընտանիքի բոլոր անդամների ճաշակները մենք
բավարարած կլինենք։ Ով սիրում է ռուսական, ինքը սպանախը կուտի, ով նախընտրում է մսայինը, ինքը կուտի խոզապուխտը, ովքեր այդ երկուսն էլ սիրում են, այս ամենը կվայելեն ազգերեցիկ թանձրուկով։ Հիմա մենք դնում ենք կրակին, ավելացնում ենք թանձրուկը։ Ահավասիկ։ Թանձրուկը կարող ենք մի փոքր խառնել իրան, այո, որ հավասար չափ բաշխվի, տեսնում ես։ Փայլուն տիրապետում ես։ Փաստորեն, եթե փակ հանդիսատեսի համար փակ համալիրները փակ լինեն, կարող ենք միասին բաց տեղերում երկուսով խոհարական դասընթացներ անցկացնել։ Պատրաստ եմ, մեծ սիրով, դուք ինձ կօգնեք։ Այո։ Սպասենք մոտ 3 րոպե, իրանց համերը խառնվեն, եռա մի փոքր մեր թանձրուկը և մենք կունենանք հրաշալի ուտեստ։ Հիմա արդեն ստեղի քանի որ մեր ուժային եռամարտիկ այսօր հատուկ դեղի մարզազգեստ է հագել վերնաշապիկ, մենք այս դեղին ծայիկներն էլ դնենք, զարդարենք, չէ, որոնք ևս հատուկ համ կտան։ 5 ծաղիկ ունենք, 5 ծաղիկը բնորոշում են գերազանցությունը, որովհետև դու գերազանց ազնվորություն ես և այն ազնվորություն ես, որ վերջին 10 տարիների ընթացքում բավականին շատ բարեգործական ծրագրեր ես իրականացրել, գերազանց ծրագրեր նախատեսված երեխաների համար, կենդանիների համար։ Մասնակցել եմ ես, կազմակերպել են, ես մասնակցել եմ, մեծ սիրով պատրաստ եմ, ինչքան այդպիսի ծրագիր կլինի կամ ինչ-որ մեկը կցանկանա բարեգործություն անի, որտեղ իմ ներկայությունը կցանկալի կլինի, ես մեծ սիրով պատրաստ եմ։ Ես իմ թիմով, իմ ընկերներով, բոլորով։ Դե մինչև այդ հիմա տեսնենք դու ինչ ես անում, որ թե չէ խոհարության համար բարեգործական ծրագրի կարող ես չհրավիրել, չնայած սրանց դու կհրավիրեմ, բայց հիմա այն քո շնորհքից մեկը ցույց տուր, ասում էր ես մետաղի ամրանը ծռում եմ, հա։ Նիկողայոս Ադոնցը հայտնի էր իր ուղեղի կամ գլխի հետ կապված նրանով, որ իր գլխում ծնվում են հրաշալի պատմագիտական աշխատանքներ, դու քո գլուխը օգտագործում ես աշխարհին ցույց տալու համար, որ այդ ամրանները պետք է օգտագործել ոչ թե իրար դեմ կռվելու համար, այլ պետք է օգտագործել շինարարության մեջ ըստ նպատակի և երկրորդ նպատակը կամ երկրորդ ծառայությունը, որ կարելի է օգտագործել, իհարկե կարելի է ցույց տալ նրա հնարավորությունները։ Այո, ցույց կտամ, թե ինչպես է գլխի վրա ճկում երկաթե ամրանը։ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում արտակարգ խոհարական հաղորդում է իր արտակարգ հյուրով և արտակարգ հիմա համար մենք կտեսնենք։ Ծափահարություններ։ Սիրելի հեռուստատող, հիմա մենք թավան կտեղափոխենք սեղանի վրա և տեսնենք ինչպես ինքը ամրանն է ծռում, այդպես էլ կերակուրը պատրաստել է, թե հիմա մենք քեզ տալիս ենք հաճելի համոն։ ամսեն, տալիս ենք ահա այսպես։ Ձևավոր լցնում եմ։ Ինչպես մյուս հայտնի սիսյանցիներ ասում, Սիսիանի Լոր գյուղից Համո Սահյանը ասում էր ուշ է արդեն ժամն է իր գնահացի, տխրությունս կամաց փոխվում է լացի։ Հիմա եթե ես ու դու սա չճաշակենք, հիմա քո տխրությունը լացի կփոխակերպի։ Ահա այսպես։ Բա դու չես ում փորձես։ Իհարկե։ Առաջինը ձեզ եմ հյուրասիրում, պարոն Խաչիկյան։ Հրաշալի։ Արմենը ոչ միայն ուժեղ տղամարդ է, ուժեղ է հոգով մարմնով, այն նաև ուժեղ է իր բանականությամբ, ինչպես բոլոր ջենտլմենները սկզբից հյուրին, հետո իրեն, չէ։ Հիմա մենք փորձենք սպանախային մասը։
Արմենը պարզվում է, որ կարող է փոխել իր մասնագիտությունը, որ ինքը Շատ հրաշքներ համեղ է։ սարքեց։ Հիմա խոզապուխտը տեսնենք ինչա վիճակում է։ Ես մտածում եմ, որ այս հաղորդումը կարող է փակում չունենա միջև։ Ես ու դու այս ամենը չվերջացնենք։ Մենք հիմա այս ուտեստը փորձելուց հետո ես զգում եմ, որ Արմենի ուժերը այսպես կրկնապատկվել են եւ ինքը իր հետաքրիր հնարքից մեկը ցույց կտա։ Իհարկե, եթե դա իրեն հաջողվի, որովհետեւ բեմի վրա հաջողվում է, ես չեմ այստեղ կհաջողվի, թե չի հաջողվի։ Տեսնեք, ինքը կարող է ջեռակը փչելով տրաքացնել։ Մենք կհանդիպենք հերթական անգամ մեկ շաբաթ անց Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարի շրջանակներում եւ տեսնենք ով հետ կծռի Արմեն Ադոնցի ծռած ամրանը։ Ինձ էլ շատ հաճելի էր ձեր հյուրը լինել, շատ շնորհակալ եմ ձեզանից։